մայրցամաքը փոխելուց հետո դժվար է սթափ ուղեղ ունենալ, դրա համար կներեք, առանց այդ մի բան չէիր, հիմա էլ ջետ լագ ունես։ Բարև ձեզ սիրելիներս, ուզում եմ մի հետարքի թեմայով կիսեմ ձեզ հետ։ Գիտեք, այդ Սամվել Կարապետյանին, որ հիմա ասենք նեղում են, չգիտեմ բռնեցին, թե ուզում են բռնեն, առանձնապես չխորացա, Տաշի Սամոյի մասին է խոսքը։ Հետո լսեցի, որ Փաշինյան ինտերվյու է տալի, հնարավոր է, որ ազգայնացնեն այդ հեծը, որովհետև վատ է աշխատում։ Նույն որ հեծը վատ է աշխատում մենք գիտենք, առաջի որը չի։ Ինչն է լավ աշխատում, այն որ ուխտին հարցնում են, ասում են մեջգտ ինչու է ծուր, ասում են յան ինչ սա դուզ։ Ոնց է այդ հեծը ընկել Տաշի Սամոյի ձեռը մենք գիտենք մոտավորապես։ Եվ ինչն է ջղայնացնել իշխանությանը եւ դու երևի թե շատերին այդ որ ասում եմ եթե եկեղեցու կողքն եմ կանգնած եւ այլն եւ մենք ժողովրդի հետ եմ այդ խոսքերը չի այլ այն որ եթե իշխանությունը չլուծի այդ հարցը ապա ես ինքս իմ ձևերով կլուծեմ այդ ինքս իմ ձևերով այստեղ ճիշտ ասած սկսեցի հասկանալ, որ 90-ականներում հարստացած բոլոր մարդկանց մի մերաբերել։ Ռուբեն Հայրապետյանը, ծաղիկ Ռուբոն ասում էր, որ կպատժեմ, ախպեր, ինչ պետք է անեմ, պետք է պատժեմ, դե ու ջութակ չեմ նվագելու, բան չէ, ասենք դա տենց։ Այն մնացածներն էլ ասենք մի բան չեն, նույնն էլ մենք գիտենք ինչպես է, ասենք Ծառուկյանը իրան պահում իր աշխատողների հետ եւ շատ հաճախ ասենք նարասուս բան տենց իշում եք, չէ, ասենք նարադուսուս, ուրս։ Այդ մարդիկը տենց են, այդ մարդիկ այդպիսին են, դա իրանց արժեքային համակարգն է, դա իրանց լեքսիկոնն է, իրանք տենց են, եւ զարմանալ դրա վրա ու դրա մեջ գտնել ինչ-որ տենց լուր, ինչ-որ տենց թշնամանք կամ բան պետք չի, որովհետև ի վերջո ժողովուրդ ջան, այդ հարուստ մարդիկ որ կան, եթե իրանք չլինեին, մեր կյանքը այնքան է քաղցր չէր լինի, մենք պիտի հասկանանք, որ դա մեր գործատուներն են, նրանք տալիս են այդ գործը, նրանք բայրարություն են անում երբեմն ճիշտ է դրանից դիվիդենտներ քաղելով, նրանք փող են ծախսում, նրանք մարդկանց ընտրում են աշխատանքի, նրանք ինչ բաներ են ստեղծում, բարիքներ են ստեղծում Եվ մի անգամից այսպես վրա տալ եւ համանել, որ նրանք ազգի թշնամիներ են, ես դրա հետ համաձայն չեմ։ Ինչ խոսք։ Իշխանությունը տեսնում է վտանգ իրանցից, դա հասկանում ես, որովհետեւ մանավանդ Ռուսաստանում հարստացած մարդը բնականաբար ուղղորդվելու է հյուսիսային քամիներից։ Եվ դա ավելի շատ հասկացա այն ժամանակ, երբ որ մեր այդ անբարոյականի զավակը այդ որ Սալավյովը որ կա, էլի բերանը 6-8-ի վրա բացել էր, ինձ զզվելի բան ասեց մեր մասին, համ իշխանության, համ ժողովրդի, համ այդպես ունեցել, գիտեք, անց էլ պաթոսային տենց խլինքախառ ասես մի հատ վատ մի հատ բան կա, դերասանություն կա, որ տրակել եմ էլի սաղ կյանքս, սենց որ սենց արցուկները լցված, տենց ասենք խոսում այդ պաթոսով Գիտեք, մի բան ասեմ, մարդ պաթոսի անցնում է ժամանակ, որ ասելու բան չունի։ Եվ որ մարդ ինչ-որ բան բարդ է ասում, եւ այտենց ինչ-որ տենց պաթոսում, ուրեմն ինքը դատարկություն է։ Եվ այդ դատարկությունը, այդ տորիչելյան դատարկությունը խոսում է Սանդել Կրապետյան, մոյ դրուկ, արա այ դոգիական չկանչի, հիմա ոնց կքրֆեի, չեք պատկերացնում, տենց կմտնեի ու դուրս կգային հենց մի հատ բան էլի։ Հա, ու մի անգամից զգում ես, որ ասում է, «Это неспроста» էլի քամին ընդերից հա։ Այդ ինչի համար ասենք, չգիտեմ, որևէ այլ երկրի որևէ այլ ինչ-որ տենց մեկնաբանող չի խոսում դրա մասին, չի ափսոսում, ինչա հենց իրա դրուգը ինքը, այլ ոչ թե չգիտեմ, իմում դրուգը, հա։ Ինչի է դա թե։
Ու գիտեք, եթե ինչ-որ մի սիմպաթիա կա Սամվել Կարապետյանի հանդեպ Տաշիր Սամոյի, որպես ասենք հարուստ մարդ, որ ասենք պիցցա են սարքում մարդիկ, ինչ ասեմ, հյուրանոցներ ունի, բաներ ունի, տենց ակտիվներ ունի, մարդիկ աշխատում են, լավ են զգում են, տեսա քանդվում է միանգամից, հենց որ այդ պորնիկի ծնունդները, մի Զախարովնան էլ հեշտոցը կբացի կսկսի խոսել, հասկանում եք, դրանք հենց որ այս թարախը թափում են, միանգամից ասում ես, տո լավ են անում, տո ձեր մերն էլ, տո միանգամից տես մի հատ բան է գալիս։ Գալիս է միանգամից պրոտեստ է գալի միանգամից մոտ, որպես հայ մարդ, հասկանում եք, ինչն է վատ։ Որտեվ մեծ հաշվով որ նայում ես դա քաղաքական հետապնդում է։ Այդ դա տենց է կոչվում, որ մարդու խոսքի համար հիշում են, որ ինքը կարող է պատահի կոռուպցիա արել։ Հիշում են, որ ինքը կարող է պատահի դու սխալ ես հարստացել, ախպեր, կարող է պատահի, կարող է քո հեծը վատ է աշխատում։ Հələ ստուգենք։ Նորի մացակ եղե վատ է աշխատում։ Իմ սարի թատրոնում ամեն ներկայացում տալուց միշտ դվիժոկը դրած է, նավսյակի, որ գիտես, որ լույսը կարա գնա։ Օրականների 2-3 անգամ լույս է գնում։ Սա գիտենք։ Բայց հենց որ հիմա ես հիշում, պարզ է, չէ՞ որ դա այտենց է։ Բայց հենց որ նրանք սկսում են խոսել Ռուսաստանից, այդտեղ արդեն կատաղում ես։ Դե կատաղում ես ու ասում ես լավ են արել, աչքներդ էլ հանել են։ Հասկանում եք։ Իհարկե օբյեկտիվ չի, որովհետև այստեղ մարդու մասին է խոսքը։ Ինչ անենք, որ ասենք ինքը տենց բան չի, աշներից լույսը չի կամեցիմ, հավամոր Ռուսաստանի բան։ Մեծ հաշվով ժողովուրդը այդ մարդը դե չի հարստացել։ Ինչ գողաց է, ինչ քակերը չկերեն, դե ակերես դե։ Մեզ այդ բացի լավությունից մեզ բան չի արել այդ մարդը։ Բացի լավ բաներից։ Հա, իսկ որ առաջին միլիոնը կեղտոտ ամենք դա գիտենք։ Լուսահոգի Հրանտ Վարդանյանը, որ եկել էր մոտս եթեր բանում Շանթերուստա անկերությունում։ Դեմ արդեմ հարցեր ասում, պարոն Վարդան, դա ճիշտ է, որ տենց են ասում։ Ասեց, հա իհարկե Սերգեյ ջան, ճիշտ եք ասում։ Այդքան տղամարդկություն եւ ազնվություն ունեցավ, օլիգարխ մարդը, ասենք հարստագույն մարդը, հա, առաջին միլիոնը կեղտոտ, ու սա էլ գիտեն։ Բայց երբ որ դու հիշում ես, որ դա կեղտոտ է, այն ժամանակ որպես պետություն, որ դա քեզ պետք է, այդ դա արդեն ստորություն է։ Դա արդեն քաղաքական հետապնդում է։ Ոնց որ ժամանակին ասենք բանին Ծառուկյանին գարլխեցին, հա, բաները հանրապետականը, հիշեցին, որ ինքը դոտիգագոյա լավ է։ Դուք հիշեցիք, որ իրան տենց են ասում, ու սկսեցին ասել, բան կողել ցեխի հետ մարդու բան, այնքան վատ է զգումից չեք պատկերացնում։ Ու հիմա էլ են հիշել, ու դուք հա տես, որովհետև կաթողիկոսի բանին ասենք դե պարզ է, չէ, ասենք ինքը իրար հետ լավ են։ Որովհետև կաթողիկոսը Կիլիրի հետ է լավ են, լավ բանի հետ, Տաշի Սամոնը պարզ է Ռուսաստանի մարդն է, ու դե հիշեցին, որ հեծը վատ է աշխատում։ Ես դրան դեմ եմ։ Այն որ հեծը վատ է աշխատում, ես գիտեմ, ու լավ է որ ձեռից վեկալեր, դա շատ լավ։ Բայց որ հենց հիմա եք հիշում, դա շատ վատ է։ Դա դες պատիվ չի բերում։ Հա, ասենք ինչ պատվի մասին է խոսքը, եւ որ խոսքը գնում է իշխանավորի մասին։ Երբեք պատիվ չեք ունեցել, ոչ մեկը։ Ոչ մեկը։ Ու շատ վատ է որ հիմա այդ վիճակը լարվում, քանի գնում լարվում, զզված չեցիք էլի։ Ու Փաշինյանն է խոսում է, ես եկեղեցու դեմ չեմ, ես բան եմ, ես ուզում եմ մաքրեմ եկեղեցին։ Այսինքն իրանց գործողությունը ոչ թե եկեղեցու դեմ է, այլ որոշ եկեղեցական։ Այդ ժողովուրդը այդ եկեղեցին այդ որոշ եկեղեցականներից է կար, այդում եք լալակարդում, լոլոկարդում։ Այդ որոշ եկեղեցականները եկեղեցին են այսօր։ Որ դուք իրաց դեմ եք եթում, ուրեմն եկեղեցու դեմ եք, տենց է ստացվում, ոնց է չֆռաս, մենք ինչքան ունես փիլիսոփայի։ Ու դա շատ վատ է, որովհետև միևնույն ու դա ինչի է համար արվում է, որ այն զանգվածը, ով որ դա իսկապես, ասենք, տես գիտի դրա մասին բան եւ այլն, բան անի, ասենք իրաց զենտա։ Հա, ու չմտածելով, որ դա վնասում է, ընդհանուր է վնասում սաղին, որովհետև ի վերջո ամբողջ աշխարհում էլ տենց է ժողովուրդ։ Այդ որ կուսակրոն քահանանաբանը պրասատի ռակից մեռե որ մեկը։ Սաղը հա բարձ է, դա ոչ մեկ ոչ Նարեկացիա, ոչ Մեսրոպ Մաշտոցա, ոչ բանա, որ եսին Պողոս Առաքյալա, ոչ չէ։ 21-րդ դարի եկեղեցին դա մի հատ ինստիտուտ է, որը ոչ շատ կարևոր է, հա,
բայց մեջը ինչ որը այդ իրանք պետք է փոխեն։ Իրանք չեն փոխելու։ Հավայի տեղը հիմա սկսել եք բազար, որը որ էսեք են տշնամիներն ասում, ինչ լավ է, հիմա եկեղեցին գարնախենք բարձրանք էթա։ Դա լրիվ ուրիշ թեմա է, դրամացի խոսել եմ, հավերժում եմ խոսեմ։ Խոսքը Տաշիր Սամոյի մասին է, որ ես հենց որ տեսա, որ միանգամից են հյուսիսից սկսեցին միանգամից փեշերը փռել, հասկացա, շատ վատ հոտ է գալի դրանից։ Եվ ես կարծում եմ, պարոն Կարապետյանը այդքան այն որ ասում եմ իմ ձևերով կլուծեմ, այդքան ուղեղ կունենա, որ Ռուբեն Վարդանյանի օրը չեն գնի։ Եթե Ռուբեն Վարդանյանին սլիվ արեց Պուտինը, ջուրը քաշեց ու տարավ։ Տաշիր Սամոյի մարդու նման 2 վայրկյանում այսենց կարա ասենք բանան, Կարլխի թողի։ 2 վայրկյանում։ Որովհետև քաղաքականություն բարոյականության հետ ոչ մի կապ չունի, ընկերություն, բան, տենց աղբ չկա, տես բան։ Չկա։ Եվ ամեն վարքյան կարող է իր հետ, իսկ ես չեմ ուզում եւս մեկ հայ մարդ, եւս մեկ բան, որ սրտացավ է երկրի համար, իրականում սրտացավ է, այդպես փչան է, ոնց որ ասենք Ռուբեն Վարդանյանը Տաշիր Մալիշկայից չէր, դուս եկե Ռուբեն Վարդանյանը, Մալիշկայի տղա չէր ինքը լավն այնց համաշխարհային ռեպուտացիա ունեցող, բան, այնց տալիս առնում էր, բաներ անում, ասենք, հա, Տաշիր Սամոն չէր։ Տաշիր Սամոյին մի վարքյանում կարելի է այսպես բան անել։ Ու ես միանգամից իր համար վախեցա, այն որ ասենք Սալավյով միանգամից ու Զախարովան բան տենց միանգամից տենց սկսեցին փեշերը փռել, հասկացա, որ դա ինչ որ մի կեղտոտ խաղ էլի հնարավոր է պատրաստվում, հա։ Հիմա էլ էս են բրթե առաջ, բնականաբար չի ստացվելու, բայց եւս մի մարդ կկորցնենք, այսպես ասած, ու շատ վատ է դա։ Այդքան բան, ժողովուրդ ջան, շատ չխոսեմ, հլա մի քիչ հոգնած եմ։ Այս 2 օրը մի քիչ էլ խելքի գամ, ավելի հաճախ կշփվենք, ավելի տարբեր թեմաներ կա մտահոգող մեզ բոլորիս, ի վերջո տեսեք սահմանում ինչա կատարվում, սա մի նկատի ունեմ Պարսկաստանում, հա։ Ամեն վարքյան կարող են փախստականներ գան, բան, մուսուլմանը պատկերացնում եք, դա տեսեք մի 2-300 հազար, ասենք, տենց մուսուլման բնակչություն կա այստեղ։ Չես կարա չթողնես։ Մի հատ էլ շատ խելոք բան վերլուծաբան մասնագետ դոկտոր բան շատ խելոք բան է ասես դե հայերին պետք է թողնել իսկ թուրքերին ոչ զարմանոց կարած հայերին թողնես թուրքերին չթողնես ինչ իդիոտիզմ է ոնց լրիվ ուրիշ թեմա է ժողովուրդ դրամացինքի խոսենք շատ լուրջ թեմա է լավ, ինչ ասեմ, կնոպկեն ուրա, կնոպկեն, գտան կնոպկեն, գնացվեք ալիքի ժողովուրդ ջան, կոմենտարեք և պատրեոնում մի քանի կոպեկ գցեք հաջող։